Մինչև ադրբեջանցի պատգամավորը Միլի Մեջլիսում հայտարարում էր, թե նախքան Հայաստանի այս տարվա խորհրդարանական ընտրությունները հայ-ադրբեջանական նախախաղաղության թուղթը կարող է վերջնական դառնալ պայմանով, որ մեր երկիրը կպարտավորվի փոփոխվող սահմանադրությունում բացառել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այսինքն ըստ էության մայր օրենքի նախաբանում Երրորդ հանրապետության անկախության հռչակագրին հղում անելուց հրաժարվել, ինչպես եւ տևական ժամանակ պնդում են, Երևանում արդեն վերսկսվել էին սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը եւ արդարադատության նախարարությունից էլ տեղեկացրել էին, որ այսուհետև դրանք լինելու են շաբաթական պարբերականությամբ։ Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր սահմանադրության տեքստ։ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Սկզբում մինչև ընտրություններ, հետո արդեն կոնկրետ ժամկետ մարտին մեր նոր մայր օրենքի տեքստը պետք է պատրաստ լինի։ Մինչև մարտ մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կհասցնի գործն ավարտին հասցնել։ Կազմում տարբեր են տպավորությունները, վերլուծությունները, եթե խորհրդի անդամներից մեկը կասկած նույնիսկ չունի, ոչ, չեն հասցնելու, որովհետև գլուխներ կան, որոնք դեռևս ընդհանրապես քննարկման չեն առել, ապա ժամի հետ զրույցում խմբում քաղաքասարակության ներկայացուցիչներից Դանիել Յոհաննիսյանը նշում է, որ միանշանակ պատասխան չի կարող։ Ես չեմ բացառի, բայց նաև վստահությամբ չեմ ասի, որ կհասցնենք, որտեղ շատ ամբիցիոզ ժամկետ է, մենք մի ամսից կլրանա 6 տարին ինչ աշխատում ենք այս process-ի վրա եւ հաշվի առնելով այն տեմպը եւ դանդաղությունը, որ եղել է 6 տարում, ես մի քիչ սկեպտիկ եմ, որ 2 ամսում մենք գործը ավարտին հասցնենք, բայց նաև չեմ բացառի Սահմանադրության նախաբանում պահել, թե հրաժարվել անկախության հռչակագրին հղում անելուց։ Այս հարցին մայր օրենքի բարեփոխումների խորհուրդը դեռ չի հասել, չի քննարկել։ Այստեղ հիշենք նաև, որ նախորդ տարեվերջին, երբ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը արդարադատության նախարարությունից տեղափոխել էին կառավարություն եւ այն նախարար Գալյանի փոխարեն գլխավորում էր վարչապետը, հռչակագրի հարցը շրջանցել էին, թեպետ կառավարության ղեկավարը ավելի վաղ այս թեմայի վերաբերյալ իր կարծիքը հայտնել է։ Նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Հռչակագրին հղում անելուց հրաժարվել չհրաժարվելու մասին ինչ կարծիք ունեն սահմանադրությունը բարեփոխող խորհրդի անդամները։ Յոհաննիսյանն ասում է, չի կիսում այն տեսակետը, թե նախաբանում տեղ գտած հղումը վնասում է կամ կարող է վնասել խաղաղության գործընթացին։ Այսուհանդերձ նրա ձևակերպմամբ սահմանադրության մեջ այն դեկլարատիվ է։ Սահմանադրության մեջ շատ ավելի կարևոր են նորմերը, որոնք իրավական ուժ ունեն եւ որոնք ազդում են մեր կյանքի վրա։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ օրինակ հակակոռուպցիոն մարմինների անկախության երաշխիքները սահմանադրությունում ամրագրվեն, քան թե որևիցե դրույթ, որը դեկլարատիվ բնույթ ունի։ Եթե հարցը դրվի քվեարկության, դուք ինչպես կքվեարկեք։ Դժվար է ասել, բայց ես չեմ բացառում, որ ձեռնպահ քվեարկեմ խաղաղությունը որպես պետության նպատակների երաշխիք, կարելի է ֆիքսել ոչ թե անկախության հռչակագրի հղումը հանելով, այլ որևիցե այլ ձևով։ Ես դեմ եմ Ալիևի հրահանգները կատարելուն եւ ես գտնում եմ, որ նախաբանը ոչ մի իր մեջ պահանջ չի պարունակում տարածքային ամբողջականության վերաբերյալ հարևան որևէ երկրի։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում արտախորհրդարանական ուժ ներկայացնող Էդմոն Մարուքյանը չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ նրա խոսքով միևնույն է առաջիկա ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող սահմանադրությամբ սուպերվարչապետական կարգով։ Սպասում է խորհրդի օրակարգ գա հենց հռչակագրի հարցը։ Որ այդ հարցը չենք քննարկում իրենք, ասում են այդ հարցը չենք քննարկում, դա չկա նման հարց։ Ինչ դիրքորոշում ունի արդարադատության նախարարը։ Հիշեցնեմ, երբ լրագրողները Սրփուի Գալյանին հարցրել էին, թե ինչպես է լուծվելու անկախության հռչակագրին հղում կատարելու հարցը, նա այնուամենայնիվ նշել էր, թե պետք է սպասել խորհրդի որոշմանը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։